Յամալը խփում է, իր կառունան կողում է գլուխը, տամ իր բեյնին է։ Բալդեն ցախ ֆլանգով смотается Ռեշվորդին, Ռեշվորդը պրոստը Ռոնալդինյոյի ձևով տշում է բլիժնի ուգլ, без կոմենտարիև 4-1 արդեն։ Հետո մտնում է Ռոնալդ Արաուխոն Կունդեի փոխանք, Արաուխոն գրում է ցենտր, Էրիկ Գարսիան աջ, մտնում է Մարտինը, դավաճը Բալդեի փոխանք ու մտնում է Բաբլտին Յամալի փոխանք։ Ու միանգամից Բաբլտին ցույց է տալի իր էլաստիկոն, պրոստը կոնֆետը չկա, այսինքն հիանալի էր, շատ սիրուն էր։ Հետո ցբխվելով ինչ որ յանել ձևով պաս է տալի, պրոստը sense մեռնելով, ցբխվելով Պասա տալի Ֆերմին Լոպեսը պրոստը ծակում է վարորդների 5-1, Ֆերմին Լոպեսը խետրիկ է խփում, պրոստը զալատոյ մալչիկ, այդ է զալատոյ մալչիկ, ինքը բոլորին ապացուցեց, որ ինքը ասնավնոյ խաղացող է, իր պրեսինգը, իր ամեն ինչ շատ լավ էր աշխատում, շատ ուրախ ենք, որ ինքը չգնաց Չելսի, պրոստը մենք կարանք զալատոյ մալչիկ գործնենք Ֆերմին ջան, без կոմենտարիև։ Հետո Պետրին գեղեցիկ պասա տալի Ռեշվորդին, Ռեշվորդը ընդունում է ու բանից դուրս, հասկացաք էլի, հարված է անում բլիժնի ուգր ու կոդրում է ուղակի, շատ գեղեցիկ էր ու հետո մի քիչ Պետրին հանգիստ են տալի, բայց ճիշտ ասեմ, ես կնախընտրեի, որ Պետրին մի քիչ ավելի շատ հանգիստ տային, որտեվ շատ է խաղում, էդի շատ վատ է, Դելա Ֆուենտեն է բզն բեյնին, արա գնա հեսա Վրաստանի դեմ դնելու է Պետրին ստարտերի սաստավ 120 րոպե խաղա, դավայ։ Ինչ ասեմ, Ֆերմին մաշին է, Յամալին մի քիչ պիտի գլխին բզեց, որ ինքը սկսի հասկանա, որ ինքը պիտի խաղա, ոչ թե հեշտությամբ զբաղվի։ Այսքան կարդենք մեր վիդեոն, չունեք լայք դեն, բաժան թվերից, եթե ես գագոն, Բարսելոնան ջախջախեց, կոդրեց, պակա, 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 պակա։